Սա գեներալնի ռեպետիցիանն է Բերլինի գրավման։ Լավ, շո, չեմ դիմանում։ Կանոյ Շարասյան մասը։ Չէ, մխրճվենք աղազարանի մեջ։ Մեկի կապացեն մեր երկու աշխատա։ Ակնհայտ պատճառներով ջան։ ԿԳՄՍ-ն ես համաձայն չեմ։ Բարև ձեզ եթերում Arm Comedy-ն ու ես շատ ոգևորված եմ, որտեղ այս շաբաթ մեր սերիալի Tech Startup-ի պրեմիերան է։ Ուշադիր նայեք այս հաղորդումը, որտեղ ընթացքում խաղարկվելու է 3 պրոմոկոդ։ Ես ուզված եմ, բաժանորդը գրվեք, եթե հանկարծ բաժանորդը գրվեք, միջև սպա ականջի հետև եք գցել։ Այո, նաև եթե ունեք շինություն, բայց արմատուրաներ ձեռք բերել գցել եք ականջի հետև, շատ տարօրինական սում էր, ապա մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը ունի արմատուրաներ։ Արյատի մարզում գերմանական տեխնոլոգիաներով GTB Steel-ը ձուլում է անենց արմատուրաներ, որ են մյուս արմատուրաների պորտը ինքնին տեղն է դրվում։ Սիրում եք անընդհատ հարստանալ, ապրանք տեղափոխելու հետ կապված բիզնեսով, ուրեմն ձեզ դուր կգա JMC Caring Plus մեքենան, հարմարեցված լեռնային տեղանքին, իր դասում վարորդի ամենաընդարձակ խցիկով, ուժեղացված ռամայով, ամենամատչելին։ Գինն էլ ընդամենը 8.9 միլիոն դրամ, երաշխիքը 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ JMC Caring Plus, դարձրեք ձեր բիզնեսը գազան։ Vigus Touring Grand Avenue Caring Plus Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարու ձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue Plus 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արա գաճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Գյումրվա էլեկշնների օրը մոտենում, այս դա նշանակում է, որ Գյումրվա կեմպեյնի խոսակցությունը, ռետորաբանությունը թեժանում է։ Գյումրվա candidate-ներից մեկը սպառնալի քնչեցրեց եվրոպական գերտերություններից մեկին։ Սա գեներալնի ռեպետիցիանն է Բերլինի գրավման։ Բաս, խույ որեց Գերմանիայի գնացողի կանցլեր Շոլցը։ Խույ որելու հերթ անցնում է Շոլցի մոտով, անցնում է Էրդողանի մոտով։ Որ Շուշին հետ բերենք, գեներալնի ռեպետիցիան է Արցախը հետ բերելու, անին, ղարսը եւ մնացածը, սա հիշեք, հայրաքաղաքից է սկսվելու։ Հիմա եթե պատկերացնենք, որ մոլորակում կա get 1 անհումոր, լրիվ անհումոր գյումրեցի։ Լարվենք ու պատկերացնենք ինչպես է ենթադրաբար։ Այդ գյումրեցին կպատասխաներ Ղուկասյանին չնկատելով նրա այդ խորամանկ փայլը աչքերում։ Դե երևի ինչ-որ sense լուրջ ու դառը ձևով կդներ կպատասխաներ։ Այո, Գյումրվա primaries-ի հաղթողը։ Վարդան Ղուկասյանի այս հայտարարությանն այսօր արձագանքեց քաղաքացիական պայմանագրի համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն, ով նախընտրական հանդիպում էր անցկացնում Մուշ 2 թաղամասի բնակիչների հետ։ Չգիտեմ, Բերլին են գրավում, Շուշին են հետ բերում, ում երեխեքի կյանքի հաշվին։ Այստեղ մարդ կա, որ պատրաստ է պատերազմի։ Մենք պատրաստ ենք խաղաղության։ Okay, լրագրողներ ջան, հիմա մեկը Սարիկին ու ցանկալի է Շոլցին ասեք, որ մենք չենք պատրաստվում լրջով սես գալ ու վերցնել Բերլինը։ Նորից։ Բայց իրեն Սարիկը վերցրեց ինտրիգը ու քվաշեց ինտրիգը։ 9 ուժերից մեկի առաջի համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Թող տղամարդկություն ունենա, հայտարարի, որ ես հայտարարում եմ, այդքան տղա է,
քաղաքում բոլորը գիտեն։ Թուրքիայի բանը կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու։ Այնպես որ բոլորի խոսալուն մի հավատա։ Կիմանաք շուտով։ Այ էսա ինտրիգը, այ հիմա սենց ամեն ինչ թեժացավ, երևի ընտրությունների նախորին էլ Սլիվիկեյմով սլիվ կանեն էս լուրը, Սիվիկեյմ, ստենցեն ասեցի, իսկ վարչապետի խոսնակը նաև Սիվիկեյմով վստահեցրեց, որ Գյումրին գուբերնիա չի դառնալու, տենց մտավախություն կար, նու իրականում չէ, բայց ամեն ընտրությանը ցանկալի է էդի տենց վերահաստատել, էլի։ Ինչ է սրանց ուզածը։ Սրանց ուզածը ընդհանրապես այն է, որ Հայաստանը գուբերնիա դառնա։ Գյումրին էլ ինչպես իրենք ասում են, Ալեքսանդրապոլ, բայց ասենք ուեզդի կարգավիճակով։ Okay, Գյումրի ընտրությունները շինարարության, շների, ասֆալտի ու մի քիչ էլ ֆայտոների մասին չէ։ Հետ է սնգել, նայ, օրինակ, տեխնատորներից Ռուբեն Մխիթարյանը վստահեցրեց, որ Գյումրին Թուրքին չեն տալու, իրեն բնորոշ ձևով իհարկե։ Իրեն բնորոշ ձևով ո՞րն է։ Երկելով էլի։ Մեր թասիբն է հաղթելու, Գյումրին Թուրքին չեք տալու։ Մեր թասիբն է հաղթելու, Գյումրին Թուրքին չեք տալու։ Ինչ արագ սովորական թիմ ընտրությունները վերածվեցին աշխարհաքաղաքական հետաքրքրությունների բախման էպիկենտրոնի։ Բերլին, Թուրք, մի կենտրոնա բացակայում ստեղից։ Այո, ո՞նց կարա թիմ ընտրություն լինի Գյումրիում ու մեկը չվերցնի Եվրամիությունը որպես մարդ բերի ստեղ։ Մասնակցեք ավական արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Եվրամիություն պլյուս, ոնց որ թե սաղկան։ Չէ, չխոսեցինք միայն Միկի Մաուսի եւ Սոյուզ մուլտֆիլմի պաշտոնական տեխնացուից։ Ում են տիպի բոլոր լրատվամիջոցները իգնոր են անում, որ ստիպված ինքը իրան կանաչ ֆոնի վրա նկարում է, հետո ինչ-որ լրատվամիջոցի զադնիկ է տալիս ու ինտերվյու է տալիս ինքը իրան։ Հիշել քարորյա պատերազմից։ Ինչ տեղի ունեցավ։ Երբ որ այն ժամանակ Սերժ Սարգսյանը բոլորս գիտենք այդ մասին, որ ասեց, որ էլ չի ընդրվելու ոչ նախագահ, ոչ վարչապետ։ Даже միջազգային լրատվամիջոց է իրենց հարցազրույցում տեսել, դեռ Արտյոմ Թումանյան։ Թումանյան։ Ու եթե դասում եք դե լավ, դե հիմա մի անգամ մարդա ֆեյք տաղավարում ֆեյք հարցազրույց ա տվել։ Արցախի պատերազմը ընդամենը տևեց 1 օր։ Ինչ տվեց ապրիլի 5-ի հանդիպումը Հայաստան, Եվրամիություն։ Ես ուզում եմ մի հատ հարց տամ, իսկ երբևէ եղել է սրբազան շարժում։ Նայեք, ինտերվյուում դաժե ֆեյք հարցը դուք չեք տալիս, ոնց որ ձեզ են տալիս, դուք պատասխանում եք։ Շատ հին պապենական բան ես ասում, հիմա դարը փոխվել է։ Օրինակ դու նարեք, մեդալ ունես, մեդալ։ Ես չունեմ մեդալ։ Նշանակում է վատ Photoshop գիտես։ Photoshop գիտես վատ։ Լավ, չեմ դիմանում, այլ թեմա։ Factor TV-ի տաղավարում բախվեցին Լուսավոր Հայաստանի քաղաքապետի տեխնացու Դավիթ Խաչակյանը եւ ՀՀ վաստակավոր էքսպերտ եւ ժողովրդական գիտակ Դանիել Յովհաննիսյանը։ Նախ Դանիելս ակնարկեց, որ լուսավորները Կրեմլի ագենտ են։ Իրանք դեռ սուպեր արևմտամետ չէին միշտ։ Բում, անգար լուսավորների թակարդը, ցանկացած Կրեմլի ագենտ, հենց տենց էլ կուզենար, որ դու իրանց ընկալես։ Հիմա այս լուսավոր Հայաստանը մի քիչ շատ Մոսկվա գնալ գալուց հետո ինտենսիվ պաշտպանում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Երևան, մեզ վերադարձրեք Երևան։ Մի րոպե, եթե ես ճիշտ եմ հետևում ես ամեն ինչին, ախր Կրեմլի ագենտը ես էի։ Դու երբ ես վերջի անգամ Մոսկվա գնացել։ 2006-7 թվերին։ Դե պետք է ավելի շուշուտ գնաս։ Լա, Դավիթ Խաչակյանը Դանիել Յանեսյանին մեղադրեց իշխանությունների հետ սերտաճելու մեջ։ Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի կուսակից Դավիթ Խաչակյանը մեղադրեց իշխանությունների հետ սերտաճելու մեջ։ Այս քաղաքական համակարգում այս մարդիկ սերտաճել են իշխանության հետ այսպես եւ արդեն པարզ չի իրենք իշխանական նարատիվն են ասում թե ադրբեջանա-թուրքական նարատիվը։ Չեք տարբերում իշխանական։ Արդեն չեմ տարբերում, ոչ։ Ու ամիջական սրանց մի տարի առաջ դե ինքը այդպես Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր ու մի տարի առաջ հայտարարում էր որ մի շարք հարցերով Լուսավոր Հայաստան կուսակցությունը ընդդիմադիր չի նույնիսկ
Որպեսզի իրավիճակի սյուրռեալիզմը ամբողջությամբ զգաք, Դանիել Յովհաննիսյանը, որը իշխանություններին օգնեց բարեփոխել ոստիկանությունը, որից հիմա ինքը շատ դժգոհ է, վիճում է Դավիթ Խաչակյանի հետ, որը Նիկոլին անվանեց ազգակործան պատուհաս ու հետո միացավ Նիկոլի թիմին։ Ու որը ամեն ինչ ավելի հետաքրքիր լինի Դանիել Յովհաննիսյանին, որը խոսում էր 5-րդ շարասյունից եւ դավաճանությունից, մեղադրեցին 5-րդ շարասյուն լինելու մեջ։ Ես ում երկու բան ասեմ։ 5-րդ շարասյան ներկայացուցիչն է եթերում խոսում։ 5-րդ շարասյան ներկայացուցիչը դու ես։ Բան չի։ Լավ, եկեք չվիրավորեք, խնդրում եմ։ Քիչ առաջ դու ինձ OEK էիր ասում, հիմա դու նեղվում ես, որ դու 5-րդ շարասյան ես։ Մենք OEK երբեք չենք եղել, բայց դու մի OEK-ին անցել ես 5-րդ շարասյուն։ OEK-ի համար պետք է վիրավորական լինի, որ ես դες OEK եմ անվանում։ Ну չէ, ժողովուրդ, լուսավորը իհարկե OEK չի։ Հա, իրանք եղել են ընդդիմություն, հետո ոնց որ միացել են իշխանություններին, հետո ոնց որ նորից դարել են, հա, չէ, մի քիչ ոնց որ OEK-ո տեքստ։ Ну մի քիչ, օրը լավ, այսքան դոբրիով էլի, այն լավ վախտվա։ Ահա, լավ, հիմա քանի որ արդեն ունեցանք Կրեմլի ագենտ իշխանությունների հետ սերտաճալ եւ 5-րդ շարասյուն, պատկերացնում եք, չէ, դրամաբանական հաջորդը որն է, պոպկորնը հանեք։ Ադոլֆ Ալոիզովիչը, որտեվ ցանկացած բանավեճ ավարտվում է Հիտլերի մեջբերում, Հիտլերի մեջբերում անպայման կլինի, բայց միջև էլ մի րոպե կա։ Դու ադրբեջանա-թուրքական 5-րդ շարասյան մաս ես։ Չէ, չի կարելի ադրբեջանա-թուրքական է։ Այն ասա, արի։ Ադրբեջանա-թուրքական դու ես։ Չվիրավորեք, ես չէի ուզում։ Չվիրավորեք։ Ադրբեջանա-թուրքականը ո՞րն է։ Ադրբեջանա-թուրքականը ո՞րն է։ Վերջ, փակում ենք հաղորդումը։ Ինչ որ դու պաշտպանում ես։ Փակում ենք հաղորդումը, մարդու տեսակետի համար չի կարելի այդ։ Մենք ես դու մնանք, չէ, ես խոսենք։ Boom, Daniel, ես ինչ արեց, վարդավառը, այս տարի մի փոքր շուտ եկավ այն սասնացրերի ճուվակի համար։ Արա, հալիս ես կմտածեք մարդ ում հոբին է գնալ տալդատեղ զենքից կրակել, պետք է որ մի քիչ ավելի վարժ ջուրը շփեր, նու չեմ ասում սնայպեր, բայց գոնե սասնացրերից յաջին չկպներ։ Բա լավ կլինի հիմա այս սասնացրերի ճուվակը Վուդրո Վիլսոնի իրավաճար իրավարար վճիրը վերցնի, ասես փաթաթի ու Սերգեյ, առանց բռնու մենք դեմ ենք։ Վերջ, խնդրում եմ։ Անգամ ինձ OEK ասելուց 5 անգամ մտածել։ Վերջ, չի կարելի հարց բարձրացվեց։ Երկու բանել էի ուզում ասել։ Բայց մենք չեմ անդրադառնալու լուսավոր Հայաստանից։ Դե կարելի ասել այս պատմությունից Խաչակյանը դուրս եկավ չոր։ Ինչպես OEK-ը 2008 լավ է, շո, թումաչեր, մենք չենք խառնվում ձեր գիլդիմի մեջ։ Ու մենք գտանք նաև միակ ոլորտը, որտեղ Դանիելս փորձագետ ու գիտակ չի։ Արա, այդ մի բանը ցփնելը չի կարողանում տոշնի։ Դա, չէ, ու մի հատ էլ Հիտլերի մեջբերումը ու անցնենք առաջ։ 1000-2000 մարդ կար, ամենաշատը ես այդտեղ վկա եմ եղել։ Շնորհակալ Ինչ վերաբերում է ժողովուրդը բերել է իշխանության, նույնիսկ եթե ժողովուրդն է բերել իշխանության, հա, հետո ինչ Հիտլերին էլ է ժողովուրդը բերել իշխանության։ Շնորհակալ եմ, պարոն Գասպարյան։ Այն անսպասելի պահը, երբ բանավեճի ամենաադեկվատ մասնակիցը սասնացրերից էր։ Այսօր մեր հերոստայտողները տեսան ամեն ինչ։ Իսկ գիտես, ինչու դեռ մեր հերոստատողները չեն տեսել Tech Startup Sitcom-ը, որովհետև այն եթեր է գնալու այս 5 շաբթի, ամսի 27-ին Wink Online կինոթատրոնով։ Հիմա խաղարկում ենք 3 պրոմոկոդը։ Ինչա պետք խաղարկությանը մասնակցելու համար։ Բաժանորդագրվում եք մեր ալիքին, թողնում եք comment այս վիդեոյի տակ ու վաղը նայում եք մեր Instagram-ով live-ը, որտեղ պատահական սկզբունքով ընտրելու ենք 3 հոգի, տալիս ենք պրոմոկոդ, որը թույլ է տալու 2 ամիս նայել Wink-ի ցանկացած product ընդամենը 1 դրամով, բայց իհարկե Tech Startup-ի համար։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում մենք կտեսնենք Մերկ Աղազարյանին։ Well, okay, Մերկ չի, բայց ի՞նչ տարբերություն։ Եվ այսպես, որտեղ կարելի է պահել ձեր կրիպտո ակտիվները։ Sky Wallet։ Կրիպտոասերների հենց հակով կարած Sky Wallet-ը թույլ է տալիս Sky տերմինալների միջոցով գնել, վաճառել, ուղարկել, ստանալ, ակնթարթային փոխանցում անել ցանկացած կրիպտոներ։ Լիքը հավես օգտակար բաներ app-ում ձեր գործարքների պատմությունը, կրիպտոարժույթների live rate-երը, միջնորդավճարները ու լիքը օգտակար բաներ, որ հիմա չեմ ուզում ասել։ Մի խոսքով բոլոր ամենօրյա ասենց առօրյա պարզ հասարակ արագ գործողությունները անելու լավագույն տեղն է։ Ներբեռնեք Android եւ iOS։
8133 8133 8133 1000 եմ ասել, քարտիդ պին կոդը բարձրացան մի ասա։ Չէ, Սերգեյ, դոմուսի կարճ համարն է, ես էլ ուղղակի ռեմոնտ եմ մտնում։ Այդ կարճ համարով զանգում ես, քեզ օգնում են ամեն ինչ հավաքել ու պատվերը ձևակերպում են։ Բան չի չես մտնում միանգամից domus.am կայքը ու ընդեղից ամեն ինչ պատվիրում։ Էդ էլ եմ անում, Սերգեյ, ուղղակի ես ինտերնետի դարում մեկ-մեկ սենց հասարակ մարդկային շփումը պակասում է, էլի 8133 8133 Եվ այսպես, այս կտորում լուրերը շատ են, այնպես որ միանգամից մխրճվենք աղազարանի մեջ։ Թեմայի մեջ, Սերգեյ, թեմայի մեջ։ Այն պահին, երբ մենք ձայնագրում ենք այս հարթում են, անաստվածները զրկում են աղազարանին մանդատից։ Բարեբախտաբար մինչև այս փոքրիկ հատվածում աղազարանը հասրեց 75 հատ հարցազրույց տա։ Պատական եք համարում, որ նախկին քաղաքապետ հանրապետական Տարոն Մարգարյանի գործի հետ բերվեց միջնորդությունը դատախազի։ Ես ներողություն կոչեմ պարոն Տարոն Մարգարյանից, բայց ես դա պատահական չեմ համարում։ Արա հա, այս թողոբոհում մոռացանք, որ Տարոն Մարգարյանն էլ այդ նույն բանից անում է ազգային ժողովում։ Գնահատեցիր ինչ կոռեկտ արդյունք աղազարանը, որ ոչ մի ձև չի մեկնաբանում Տարոն Մարգարյանի հետ նույն զամբյուղում հայտնվելը։ Դե լավ, բայց մի քիչ բացեք փակագծեր, իմ խաթր, խնդրում եմ, please։ Քաղաքական եւ արժեհամակարգային առումներով մենք ես եւ Տարոն Մարգարյանը գտնվում ենք տարբեր այսպես կոչված հարցություններում։ Մենք շատ տարբեր ենք։ Տարոնը նախկին թալանչի է, իսկ ես նախկին քպեական։ Գլոբալ առումով երկուսդ էլ նախկին եք։ Ու երկուսդ էլ ինչ որ մանր գործով եք։ Մեկը մանր եղջերավորների, մյուսը մանր երեխեքի մանկապարտեզ խլելու գործով։ Աղազարանը նաև նոր դրվագներ պատմեց սլավիկների հետ հանդիպման մասին։ Սլավիկ Պողոսյանի լիացուցմունքների մասն է, որ մենք առանձին ենք զրուցել։ Աշոտը, որը երկու աշոտ է հաստատել եւ մենք դե կապացուցենք, որ երկու աշոտ է։ Հոп, մի վարքյան։ Ինչի է պետք ապացուցել, որ աշոտը երկու հատ է, ով այն զապաս աշոտը։ Մի բան գնալ, սկզբից կային սլավիկները, հիմա ավելացան աշոտները, ու ինչ գործոն է աշոտը այս գործում։ Աշոտն ասում է, որ երեքով ենք զրուցել։ Բայց Սլավիկ Պողոսյանը ասում է, որ առանձին ենք զրուցել։ Իրականում մենք առանձին ենք զրուցել։ Так, Աշոտը իրան մեջ ակցում է զրույց, բայց Սլավիկը ասում է, որ առաջինն է զրուցել, ու в принципе իհարկե արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ զրույցը, բայց գնալով ավելի հետաքրքիր է դառնում ամբողջ վիճակը։ Դիանա Գրիգորյան, դուք գրանցում ես, չէ՞։ Так, իսկ կարան այդ իրավիճակն էր, որ Աշոտը ինքը համ կար այդ զրույցին, համ չկար։ Դե Աշոտը մեքենայում նստած աղը 10 մետրի վրա թե չէ, ես չգիտեմ, ես չեմ կարող իմանալ։ Okay, Աշոտը technically կարող է այդ օրեոլում լիներ, կամ մեքենայի մեջ կողքը նստած, կամ ծառի փչակում, Աղազյանի աչքից հեռու։ Իսկ սլավիկներից են մեկը, Սլավիկը, ասում է, որ ինքը դիմել է այդ մանր երջաններ գործով, բայց Աղազյանն ասել է, ես մի հատ նախ կճշտեմ Պաշտոնյայից։ Մյուս օրը Աղազյանը զանգում է Պաշտոնյային։ Ինչ վերաբերում է, որ ես զանգել եմ այդ Պաշտոնյային, այս հարցով եք զանգել, պարոն։ Ոչ։ Հաջորդ օրը պատահական ստացվել է, որ ոչ պատահական չի, լրիվ ուրիշ հարցով է, ես նպատակաբար չեմ գտնում ասել։ Խիա, վրացիներին հասել աջարական խաչապուրին, իսկ մեզ Հովիկ Աղազարյանը, խի արա։ Okay, եւ այսպես Սլավիկը խնդրում Աղազարյանին զանգել համապատասխան Պաշտոնյային փոքր մանր եղջերավորների հարցում։ Հարցով Աղազյանը զանգում է այդ Պաշտոնյաներին, բայց լրիվ ուրիշ հարցով խոշոր եղջերավոր։ Երևի խոշոր եղջերավորների։ Ու չի ուզում մեզ ասի կոնկրետ որ հարցով է զանգել հենց այդ մանր եղջերավորների Պաշտոնյային։ Բայց հաջորդ օրը նա հանդիպում է սլավիկներից Պողոսյան Սլավիկին Սիրահարների այգում, ու ստեղ եղավ անսպասելի անակնկալ։ Դե պետք է հանդիպեի, որպեսզի պատասխան տայի։ Սլավիկի Պողոսյանը շփվում ենք, նորմալ հարաբերությունների մեջ էինք։ Ասենք ես չգիտեի, որ ինքը հաջորդ օրը պետք է գա այդ աշոտներից մեկի հետ։ Այդ ոչ մեկ չգիտի։ Հիշեցնեմ, որ ըստ Աղազյանի Աշոտը այդ մի թակ աշոտը չի։ Ու սլավիկն էլ իրականում ջուղթ սլավիկներ են։ Ես տեսա այդ այսպես կոչված աշոտին Սլավիկ Պողոսյանի հետ եւ ասացի, որ խիստ կանոնակարգված է այդ ամեն ինչը եւ որևէ ձևով հնարավոր չի, որ ես դες օգտակար լինեմ, ներող կրնեք։
Ահն չորով մերժեց համ Աշոտին, որը արդեն մտել էր նեղ կրուգալ ոչ թե կողքը մեքենայի մեջ կամ փչակի մեջ նստել, եւ սլավիկներից առնվազն մեկին։ Բա հետո Հատած պիտի թե խոսակցություն եղավ իրանք իրար մեջ ու վերջ ես այդ Աշոտին այլևս չեմ տեսել։ Առերեսման ժամանակ բոլորովին այլ Աշոտ է եկել։ Fuck! Подсунули фальшивого Աշոտը։ Ֆարշ Աշոտը նաղդել աղազարանի վրա։ Բայց սլավիկները օրիգինալ են, չէ։ Սլավիկները զազգա, Աշոտը նինաստայ այշի։ Աշոտ տատը ստեղա։ Էլ ինչ գիտես, սա իմ Աշոտիկն է գրողը տանի։ Ես քո սլավիկն եմ, դու իմ Աշոտիկը։ Սլավիկ Պողոսյանը եւ Սլավիկ Կարապետյանը ուրեմն վարորդական իրավունքների ապօրինի այսպես կոչված բանի գործով եղել են զննման տակ, եթե ճիշտ եմ օգտագործում բաները։ Երկու սլավիկները վարորդական իրավունքի հարցով զննման տակ են KGB-ի կողմից ու այդ ընթացքում նաև ձեռի հետ մանր եղջերավորների թեմայով փուրը տվեցին ԿՊ ուղեղային կենտրոնին։ Ես հրաժարվում եմ այս պայմաններում աշխատել, եթե լավ լուրջ, բարի լուրջ, ունենք բարի լուրջ։ Բարի լուրջ։ Քաղաքում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ։ Հա դե լավ լուր է, մանավանդ որ տատիկից կոնֆետի փող խնդրելու ձայնով ասում, вообще կայֆ լուր է։ Չէ, ավել պակասի համար կներեք ձայնով զեկուցում։ Մարտի 20-ից սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացիա ծեր հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները։ Միանգամից ասեք գեշ ծառերն եք փոխարինում, խիստ դեֆորմացված, արա դեպրեսիվ եւ գեշ ծառերն եք փոխարինում։ Շարունակեք դա ասել տատիկի իտալական վազը հենց նոր կոտրած թորնիկի ձայնով։ Արդյունքում Թումայան փողոցի երկրորդ հատվածում կունենանք հանված 80 ծառի փոխարեն այս պահին 95-ը տնկված է եւ 34-ը տնկվելու է, այսինքն ընդհանուր առմամբ այս երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Ապրես, նստի 5 կամ 10 կամ սրտիկ։ Հիմա հանկարծ ոնց է, չգիտեմ։ Так, всё, եկեք անցում անենք Թումանյան փողոցից դեպի հարցազրույցներին։ Չէ, եթե մի հատ էլ լժե Աշոտի կամ Սլավիկի մասին ինչ-որ բան լսեմ, կգնամ են Թումանյանի վրայի ծառերը ինքս կգտրեմ։ Մենք Թումանյանից տենց ուղակի անցում չենք, մենք սիրուն անցումներ ենք միշտ անում։ Ու հիշում եք, որ ասեցի այն սկզբում, որ ոչ մի լրատվամիջոց չի ուզում, ասես լուրջ նստի հարցազրույց անի են Արտյոմ Թումանյան տեխնացուի հետ։ Պարզվեց չէ, պարզվեց այդպիսի լրագրող կա եւ դա Պետրոս Ղազարյանն է, որը որոշեց, որ հանրայինի եթերը պետք է տրամադրել ամենակարևոր տեխնացուին։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք ասում եք, որ միակ անկախ տեխնացուն դուք եք։ Մնացածը նախկիններ ու ներկաներ են։ Եվ ասում եք, որ 80%-ը հանրապետական է, այսինքն ստացվում է sense, որ 8 հոգին նախկին ու ներկա են, դուք միակն եք, որը անկախ է նախկիններից եւ ներկաներից։ Ուրեմն ես ավելի կոռեկտ գտնվեմ, ես կասեի բոլորն են հանրապետական, որովհետև այսօրվա դրությամբ քաղաքում էլի իշխում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, բոլոր պաշտոններում։ Նախ ինչ որ մեկ այս մարդուն պետքա բացատրի կոռեկտ բառի իմաստը։ Երկրորդը Բրավո Պետրոս։ Պետրոսը ասես նայեց Գյումրու ավականու տեխնացուին, ասեց ամենամեծ շանսերը ինձ թվում է այս մարդը ունի։ Շախով պետք է քեֆ անենք, գրացի։ Ես պակաճի զեկորեմ, եկարը բարակ եկորեմ, ես պակաճի զեկորեմ, եկարը բարակ եկորեմ։ Այո, Պետրոսը որոշեց կանչի երկար բարակ Պետոին, ավելի քիչ հայտնի որպես հայ դիզայներների մղձավանջ։ Տենսա, ուրեմն ես մարդ տեսակին ավելի լուրջ անդրադարձա ուզվում։ Այս մի փոքր քաղաքի համար ինը տեխնացուն շատ է։ Ու տեսեք, բոլորը մեծամասնությունը գիտեն, որ նույնիսկ չեմ հաղթահարելու խնդիր ունեն։ Ու այդ մեկը դու ես, ջիգարիդ մեռնեմ։ Իրան թվում է, այս մարդիկ իրան ձայն են տալու։ Այսենց պարելով կգան 2003 թվականից այդ մարդիկ հիմիկվա անդրատեղամասեր, կարող որ այդ նույն շորիկով իրաց դիմավորել, որ իմանանում են ձեն տալիս։ Լավ, տեսենք ինչից է դժգոհ այս ֆայտոնից իջած մարդ, որը հիշացնենք, էլի Աղազարյանենց դաշինքով է առաջադրված Գյումրիում։ Կամեդում հանջարեղ գաղափարն է եղել Գյումրին, ուրեմն Անօթևանի կարգավիճակից զրկել։
Վերադարձնել անօթևանի կարգավիճակը Գյումրիին։ Ու իրականում որտեղից ենք այդ փողը քերելու այդ ամեն ինչի համար։ Դուք խոսում եք բյուջեի մասին, իսկ ես վստահ կարող եմ ասել, ոչ մի քաղաքապետ չի կարող այդ բյուջեով հարց լուծել, բայց մենք ունենք Գյումրու Սփյուռք։ Մերապետ, Գյումրու Սփյուռք, այսինքն երկու Սփյուռք ունենք, հա, մի հատ Հայաստանի Սփյուռք ու մի հատ էլ Գյումրու Սփյուռք, որը բալետ անում սուգուբ մենակ Գյումրու համար։ Իգե մի խույվորի, հա, թող մեր Պետրոսը խույվորի իր ձևերով։ Խույվորի։ Անօթևանների մասին։ Դե դուք ասում եք դուք ունեք Գյումրու Սփյուռք։ Այո։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Այսինքն Գյումրուց դուրս մենք ունենք շատ գյումրեցիներ, որոնք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել մեր քաղաքի զարգացման համար, ստեղծեն աշխատատեղեր։ Այսինքն Գյումրու Սփյուռքը չշփոթել աշտարակի կամ 9-րդ մասիվի Սփյուռքի հետ, որը 30 տարի մի չի անում, սպասում է, որ իշխանության գա այս մարդը։ Մարդու կեսը։ Դուն ինձանից հեռացար, վայ աման, սիրտս մշտի ու անցար, ջան Իդեպ, խոսքը Գյումրիից հեռացած Սփյուռքի մասին է։ Բայց մարդ տեխնացուի պլանները շատ ավելի խորն են։ Մեր Գյումրիում պետք է մենք ստորագրահավաք անենք, քվեարկության տնենք եւ պահանջենք կառավարությունից 2 նախարարություն բերել Գյումրի։ Դա ԿԳՄՍ նախարարությունն է եւ քաղաքաշինության կոմիտեն։ ԿԳՄՍ-ն ես համաձայն չեմ։ Ինչի համաձայն չեք։ Ակնհայտ պատճառներով ջան, նախընտրական ծրագրում գրել ես, որ Պետրոսի տնեցիկին պետքա տեղափոխես Գյումրի, կամ այլընտրանքային լուծում ԿԳՄՍ-ն ու հանրային հեռուստաընկերությունը տեղափոխենք հայրաքաղաք։ Գոնե տենց, բայց Արտյոմս չի հանձնվում ու բնականաբար չէ ֆայմում Խիա Պետրոսը դեմ։ Ինչի համաձայն չեք։ Արեստների, արվեստների քաղաքը դուք որ համաձայն չեք, բա ով պետք է համաձայն լինի, պարոն Ղազարյան։ Չէ, հերո է, ես համաձայն չեմ։ Ինչի չի ջոկում։ Չի հասկանում։ Միաճտապ լավ լուր։ Ընթացքի մեջ է նաև Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված հատվածի վերականգնումը։ Վստահեցնում են, ժամկետի փոփոխություն չկա, մայիսին աշխատանքներն ավարտված կլինեն։ Okay, ես առաջարկում եմ ձևացնենք, որ հավատում ենք, որ տենց էլ կլինի։ Ես նույնիսկ առաջարկում եմ ձևացնենք, որ ուրախ ենք, վերջապես մի ամսից սական շինի կերած այդ մասը կվերականգնեն, կդնեն տեղը։ Okay, հատիկ առ հատիկ խորագրից ինչ կա։ Դատարանի վճռով հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք Հայաստանի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում 500 քառակուսի մետր հողամասի նկատմամբ։ Թույն պատմության մեջ նա կհիշվի որպես հողեր վերադարձնող։ Իսկ ինչ կա, ինչպես եւ խոստացել էի հեշթեգից։ Ինչպես խոստացել էի խորագրով էլ վարչապետը տեղեկացրել է, որ Կապանի Ձորք թաղամասի գրադարանը նորոգված է։ Թույն, իսկ ինչ կա խառը հարցեր Փշատավանի նորակառույց մանկապարտեզի մասին խորագրից։ Ոնց խորագիր կա։ Պետք է արդեն լինի։ Այսինքն, բայց ինչ կան հասկացա, դեռ երեք չեն գալիս։ Գալիս։ Ինչքան ժամանակ է գործում ապրել։ Վերջը անկողնային պարագաների հարցը ոնց լուծեցին։ Բայց այս ինչ լավ մահճակալներ։ Ֆիբրոբետոնը է, գունավորներն են, դա շատ էական։ Այո, Փաշինյանը գունավոր ֆիբրոբետոնի մեծ սիրահար է։ Դեսը կախիչների պնդությունն էլ ստուգենք գնանք։ Էլ չենք ստուգում կախիչների պնդությունը դմբո։ Բա։ Այս աթոռների տեղի արտադրությունը չէ՞ դեպի, հա։ Այո, տեղի արտադրությունը։ Տեղականա, վերջ թողեք հանգիստ դա։ Մինչ Փաշինյանը ստուգում է Փշատավանի աթոռների ամրությունը, այդ ընթացքում Աղազարյանը հասցրեց եւս 45 հարցազրույց տալ, ընդ որում դրանցից ոչ մեկը մեզ արա միակ լրատվամիջոցն է, որ ասել է չէ։ Գուցե պետք չի։ Ձեր անձնական կյանք էին մտել, ձեզ արդեն կներեք նույնասեռական էին ներկայացնում։ Նույնասեռականի մոդայք չի։ Ինչպես կրթությունը։ Բոմ, գեղեցիկ ինքնահեգնանքով սաղի պորտը տեղն է դնում։ Նախորդ սերիայում չէր մեղադրվում դրա մեջ։ Well, հա, նախորդ սերիայում դրա մեջ էր մեղադրում։ Այս սեզոնում նա արդեն ծտեր մտեր, հոպեր տերորիստա։ Դե վсё, լավ, կարող է հարստության հետևից չի ընկնում։ Դաշտակցան մեջ էր ասեն, այս ժամանակ էլ շատերի ասում էին, բանա։ Հովիկը սենց, Աղազարյանը սենց, Աղազարյանը սենց։ Հետո իրեք բոլորը դառան միլիոնատե։ Համը
Ես ինքն հոբիկ ահարբեմ։ Don't be fooled by the rocks that I got. I'm still Hobik from the block. Okay, so Կարմիր Հովիկը կաշին չի փոխում, բրավո։ Ինքը իրան մոտարապես սենց ազգում։ 18 թվին մեծ սխալ գործեցինք, կյանքից մեջ 2 մեծ սխալ եմ գործել, մեկ որ ամուսնացել եմ փոքր հասակում, մեկ է որ ընտրել եմ Թուրիմացություն Փաշինյանին։ Այդ այնց փոշմանած ապրում ենք։ Այո, քաղաքացին դժգոհա ինտելիգենցիայի պակասից։ Հիմա մենք պլինտուզի ցածր, մանկավարժը չգիտեմ ինչա, եսիմով ինչա, ամեն ինչ խեղաթյուրված խայտարակ վիճակում է։ Միջին վիճակագրական Երևանցին ճիշտ բան ասում։ Բա ինչա առաջարկում տիկինը։ Գնա իրա ենոք հավանում նստի, մեկը լոբի մաքրի, մյուսն է խոզին, չգիտեմ ինչ անում։ Okay, տիկին։ Փորձենք ափերից դուրս չգալ։ Դե կողքի մարդիկ ոգևորվեցին, ինքն էլ ոնց որ ոգևորվեց։ Կով կթողը, կովն է կթում։ Իմ նման երաժիշտն էլ գնացել է մաքրու աշխատում։ Մաքրուհի ասես, չէ։ Հա, կոնսերվատորը ավարտած, բայց մաքրուհի։ Վերջ պտի տալ իրան դոգի բերանն են փակում, մեր բերանը չեն կարող փակեն։ Ու թող դե բերանը երբեք չփակվի։ Ամեն։ Մնացեք մեզ հետ, դու դժոխք ես գնանում։ Լավ լուր, մեծ զեղչեր սիրող, միջին չափի քաղաքացիների համար։ Solar Holding-ում մեծ զեղչեր են 10 կիլովատ արևային կայան 2,490,000 դրամով։ Պլյուս լավ լուր, զրոյական տոկոսադրույք ապառիկի վրա սիրող քաղաքացիների համար, որտեվ զրո է տոկոսադրույքը ապառիկի ժամանակ։ Solar Holding, մենք պետք է այդ արևի պոչից բռնենք։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես, եկան, կոմունալները։ Վայ կորա 15,000 լույսը, գազը 57,000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեզ նոր մեյլ եկա, որ 57,000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ Հələ անկեղծ ասա, այդ պաշտոն է ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Այս լրատվությունը, որ մշտական ինձ կապում է, կրագոցները, ինչ կրագոց, հերիք է սուտ խոսակ, ոստիկանության տվյալներով, երկրորդ քաղաքը 7-րդ, 5-րդ տեղն է կրիմինալով, որովհետև մենք պանյատով ենք ապրել։ Ֆուտբոլի մասին խոսենք, թե վերջում ոնց որ տրամադրությունը մի անգամից բան է անում։ Օզբիլիսը խոսեց զատո հետո։ Այո, չանցավ 367 պարտություն, Օզբիլիսը խոսեց։ Դրա համար մենք էլ պարոն Օզբիլիսին կանչում ենք մեր լուրջ կաստ, հրավիրում ենք պաշտոնական, խոսենք այդ խնդիրներից։ Հիմա որ էլ չեք լրելու, սկսեք չլրել մեր մոտից։ Добро пожаловать на лուրջ կաստ, дорогой Օզբիլիս։ Ոչ հասկանամ։ Դե մի խոսքով փոխանցեք օպցիոնալ։ Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ Arm Comedy-ի Patreon-ին միացած կանանց մազերը, այն որ սենց երկարում են, հետո վերջում սենց չեն ճյուղավորվում։ Հետո մենք չենք ասում։